Ողջույն իմ Աստծո ժողովուրդ, այսօր որոշեցի անեմ մի հատ լավ ռիլս ձեզ համար, երկար ռիլս, ու ուզում եմ կիսվել, երեք դա արել էի իմ մյուս Instagram-ով, ռուսերեն լեզվով, ու շատերն էին գրել, որ կարող եք անել հայերեն, ու ասեցի անպայման կանեմ։ Մի քանի վաղ առաջ ես շատ սկսեցի հետաքրքրվել, սկսեցի քրքրել շատ խորը, կարելի ասել, հասկանալ ինչու են մարդիկ կորցնում իրանց կանչը, ինչ են մարդիկ կորցնում իրանց աշխատանքը, իրանց օրհնությունը, ինչ են մարդիկ կորցնում իրանց ուրախությունը, ու այդ ամեն ինչը կախված է սոցիոտրոպիայից։ Ինչ է նշանակում սոցիոտրոպ։ Սոցիոտրոպ այն մարդն է, որ ինքը կախված է ուրիշի մտքերից, իր մտքերը, ինքը ունի իր մտքերը, բայց իր մտքերը իր համար այդքան էլ կարևոր չեն, որտեղ ինքը վախ է ապրում, ինքը կախվում է, թե ուրիշը ինչ կասի, то есть վախ ապրում ուրիշ մարդկանց մտքերից, ու ինքը ընկնում է ուրիշ մարդկանց ազդեցության տակ, ու ինքը դրա պատճառով կարող է կորցնել իր ուրախությունը, իր կյանքը, իր կանչը, իր բիզնեսը, որովհետև ինքը իր գլխում, ինքը մտածում է, որ ավելի լավ է ինքը կորցնի, բայց ուրիշի միտքը բարձր մնա, որտեղ ուրիշը հանգարց կարող է, չգիտեմ, տարբեր տեսակի բաներ մտածի, տարբեր տեսակի բաներ ասի։ Պատկերացնում եք, ինչ աբսուրդային վիճակ է, ու այսօր ես շատ եմ տենում քրիստոնյաների մեջ, որ շատերը վախենում են մեկը մյուսից, վախենում են, թե ով ինչ կասի, ինչ է մտածում, ու ես տեսնում այդ սոցիոտրոպիան շատ ահռելի ձևով քրիստոնյաների մեջ, դա շատ ցավալի է, ժողովուրդ ջան, որտեղից է գալի սոցիոտրոպիան, դա կարա լինի մոր կաթից, ինքը կարա լինի մանկությունից, ինքը կարա լինի ընտանիքի դաստիարակությունից, ինքը կարա լինի տարբեր տեղերից, ու չկա մարդ, որ ինքը չլինի դրա մեջ, ընկած չլինի դրա մեջ։ Այո, փառք Աստծու, պետք է հասկանանք, եթե մինչև անգամ դու այսօր լսում ես, դու հասկանում ես, կարող է դա դու ես, դա քեզ է վերաբերում, ես ուզում եմ որ ասել, որ հավաստիացնել, որ մի անհանգստացի, դու կարող ես դուրս գալ դրա մեջից, որտեղ սոցիոտրոպիան էդի դիագնոզ չի, սոցիոտրոպիան էդի գալիս է մանկուց, էդի գալիս է սխալ դաստիարակությունից, էդի գալիս է սխալ ազդեցություններից, էդի գալիս է թե դրսից, то есть ազդում է քո վրա, կա պահ, որ կոտրվում է քո ինքնությունը ու ուրիշի դրսի միտքն է վերցնում ինչ գերիշխում քեզ։ Եթե մենք տեսնենք Առաջի Թագավորության 13-րդ գլխում, այնտեղ մի հատ շատ լավ պատմություն կա, Սավուղի պատմությունը, որ ինքը պետք է զոհ աներ, զոհ բերեր Սամուելի հետ, բայց ինքը չսպասեց Սամուելին, ինքը վերցրեց մենակ արեց այդ զոհը, ու դա շատ ցավալի, շատ ողբեր գալի վերջացավ Սավուղի համար, ինքը չսպասեց Աստծու մարգարեին, Աստծու մարգարեն ինքը Աստծու ներկայացուցիչն էր, ինքը մոռացավ, որ հենց այդ Աստծու մարգարեն իրան օծեց թագավոր, դա կարելի ասել ոչ թե ինքը չսպասեց մարգարեին, այլ ինքը չսպասեց Աստծուն, ինքը գերադասեց լսել մարդկանց ձայնը, ինքը ձայնը վախեցավ ինքը մարդկանց ձայնից, ինքը բառից բունի ասով վախեցավ, որտեղ ինքը հետո արդարանում ասում է, որ ես վախենում եմ, որ ժողովուրդը ինչ կմտածեն, թե ժողովուրդը կգնան, թե կմնան, հասկանում ես, ինքը այնտեղ ցույց է տալի իր սոցիոտրոպիան, ինչ կմտածեն, ինչ ուզում են մտածեն, դու մի բան պետք է լավ հասկանալ, Սավուղ, որ դու Աստծու մարգարեի կողմից ես օծված ու դրված, եւ դու պետք է սպասեր նրան առանց որևէ բաների, առանց որևէ վախի, որտեղ ինքը շուտ մոռացավ, որ Աստված օգտագործեց իր մարգարեին, Աստված բարձրացրեց թագավորություն տվեց հենց ում միջոցով, այո, Սամուել մարգարեի միջոցով։